Քաղաքացիական պայմանագիրն այսօր նախընտրական քարոզարշավն անցկացրել է Արմավիրում։ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում հաղթելու է Հայաստանի ժողովուրդը, որովհետև ժողովրդի ձայնն այդ ընտրություններում չի կեղծվելու։ Փաշինյանի խոսքով ընտրություններում ՔՊ-ի հիմնական ուղերձը խաղաղության թեման է։ Նա երեխաներին թխվածքաբլիթ է բաժանել ու ասել, որ մի անգամից գնան դասի։ Արմավիրում Փաշինյանին նաև սուր քննադատության են ենթարկել։ Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված զինվորներից մեկի մայրը ՔՊ ղեկավարից պարզաբանում է պահանջել երեխաների մահվան և դեպքի հաջորդ օրն արած հայտարարության վերաբերյալ։ Ես էլ եմ ընտրել, երկու անգամ ձեզ եմ ընտրել, բայց անիծում եմ այն օրը, որ ես ձեզ ընտրի, որտեղ դուք իմ երեխի մահվան պատճառը դարաք։ Դուք հելակ հաջորդ օրը հայտարարություն արեցիք, որ այդ երեխեքը չկարացան մի սուրճի բաժակով բենզինը լցրեց, այդ սպայա ինչ գրողա արածով իբր թե երեխեքը մնացին այդ ամեջ։ Դրանից հետո կորպուսի հրամանատարը ազատվել է, բազմա տասնյակ պաշտոնյաներ ազատվել են աշխատանքից եւ հիմա դատավարություն է գնում եւ դրանք դատվում են։ Ես իհարկե հասկանում եմ ծնողների հուզմունքը, իմիջիայլոց այդ ազատված սպաներից մի մասն է կորպուսի հրամանատարի տեղակալը, հիմի ընդդիմադիր ակտիվիստ է, ինչի չեք գնում ընդդիմության հանրահավաքներին անում։ Մաղսուդյան կոչվածը ընդդիմադիր ակտիվիստ է եւ բոլոր հնարավոր տեղերում միանք ինչի չեք գնում Մաղսուդյանին։ Ինչի չեք գնում։ Ինչի չեք գնում, ես դրանց եմ ազատել աշխատանքից, որ իրանց աշխատանքային պարտականությունները չեն կատարել եւ հանել բռնդել են բանակից դրանք։